եթե ամբողջ աշխարհի դիմաց խայտարակ եղած իշխանությունը, որը ժողովրդավարության բաստիոն էր հայտարարում մեր երկիրը, եւ ինքը այսպես կեղծում էր, պետք է խիզախություն ունենա եւ գնա այսինքն նոր ընտրությունների։ Այդ պարագայում արդեն մենք էլ մեր գործիքակազմում ունենք համոզված եմ, որ չենք կարող։ Աշխարհ ասելով նկատի ունեք նաև Եվրոպային, ճիշտ է։ Եվրոպան բացահայտ հայտարարություններ է տարածել եւ աջակցել է Նիկոլ Փաշինյանին։ Նոր ասեցի Լիա ջան, այլ բան է աջակցություն իր քաղաքական նպատակներով հեռահար, այլ բան է թե ինչ է խոսվում։ Վերջին հաշվով նույն Եվրոպան իր մոտ սրա 1%-ը թույլ չէ։ Համոզված եղեք իրեն էլ են։ Լիահույս եք, որ արդյոք ժողովրդավար նոր ընտրությունները։ Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը իր փոքրիկ խմբակով չունի լեգիտիմ իշխանություն, ես համոզված եմ, որ ժողովուրդը առաջին հերթին եւ այն քաղաքական ուժերը, ովքեր որ առաջնորդում են ժողովրդին, շատ կարճաժամկետում հաղթելու են։ Այսինքն այս պարագայում այսպես ինչ ենք ասում ենք նոր ընտրություն, որտեղ ոչ ոք չի հաղթել։ Հաղթել են որոշակի արտաքին խաղացողներ, բայց հայ ժողովուրդը պարտվել է։ Երկրորդ անգամ չէ խանգարում, որ արտաքին խաղացողներ։ Հա, խանգարող բան է, ասեմ։ Պարոն Ղազարյան, իսկ ամեն դեպքում, եթե հնարավոր չեղավ կենտրոնական մտրական Որ լրիվ ասեմ չեն ասում, չեղավ։ Ձեր պլան B-ն սա է։ Չէ, հələ պլան B-ն ուժի մեջ է։ Պլան B ես չեմ ասել ընտրությունների օրը պլան B արել։ Ես ասել եմ պլան B-ներ ունեն, ցելը։ Բայց հələ ժամանակը չի եկել, չի ավարտվել այսպես ասած, չէ։ Բայց ամեն դեպքում, եթե չհասնեք նրան, որ նոր ընտրություններ լինեն, ինչպես եք անելու, որ վերջ-վերջո գնան դրան նոր ընտրություններ։ Սիրելի լրագրողներ, կան որոշակի բաներ, որոնք այսպես չի ասում։ Թույլ տվեք, քննարկումները կանենք, տեսնենք ամեն վայրկյան բանակով, ամեն վայրկյան։ Հասկանանք, տեսնենք ինչ են անում, կլինեն հայտարարություններ անպատասխան, բայց ինչպես հայտարարել ենք, մենք ամեն մի ձայնին տեր ենք կանգնելու եւ համոզված ենք, որ իշխանությունը լեգիտիմ չի։ Դրա դեմ արդեն կարվեն գործողություններ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։